նայեք, մեր հասարակությունը այսով ինչ արեց, նորից դառնանք ընտրությունների հետևանքին, արդյունքներին իշխող կուսակցությունը ուժը որ անցավ, իր ծրագրում նշել էր, որ եկեղեցում փոփոխություններ անելու կաթողիկոսներ փոխելու, որ Արցախյան Ղարաբաղյան շարժումը լիակատար փակված է, որ պետք է Սահմանադրությունը փոխենք եւ հռչակագիր անենք սահմանադրությունից, որ մեր այսպես ծննդյան վկայականն է երրորդ հանրապետության եւ հասարակությունը գնաց մեծամասնությամբ մեծ քվետավեց, այսինքն քաղաքական մրցող ուժերից ամենաշատը ՀՊ-ն հավաքեց իշխող ուժը։ Հիմա մեր հասարակությունը համաձայն է այս ամենին, ինչպես այ դուք ոնց եք նայում, արդյոք սա բարելակված հասարակություն է իր իրավունքները պաշտպանող է, թե սա ճիշտ ճանապարհ է, ինքը գնում է խաղաղության փուլկետ եւ վայրության։ Ես այդ հարցերից որպես մասնագետ առաջինին կարամ պատասխանել, բայց գան վերջից, սահմանադրության փոփոխություն, ես սահմանադրագետ չեմ, բայց սահմանադրությունը այդպես բանը ոչ է փոխվում, վերջի հանրաքվեով է փոխվում, Այո։ Եթե հասարակության մեծ մասը դեմ են փոփոխություններին, որ պետքա արվի կամ առաջարկում արվի, թող ոչ քվեարկի։ Դե այնտեղ օգոստոսի 23-ի հռչակագիրը պետք է հանվի։ Okay, հասկացանք, Ոսիկ ջան։ Դու կարծում ես, հանրապետությունը փոխվում կամ փլուզվում կամ Okay, դու կարծում ես, որ սխալ է դա, դու ոչ Չէ, ես կքվեարկես։ ուղղակի ուզում եմ քո հայացքի մոնել, արդյոք ծննդյան վկայականը ջնջելը ճիշտ է, թե սխալ է։ Չոնց կարաս դա ջնջես։ Դե այդպես է, եթե հանվում Հիմա ամերիկան կներես իր անկախության հռչակագիրը 1770 քանի թվականին որ ընդունված է, այդպես պահված է։ մեր դասները խանգարում է, պետք է հանենք։ Օգոստոսի 23-ի։ Բայց ինքը, եթե չեմ սխալվում, ինքը սահմանադրության մաս չի կազմում եւ սահմանադրությունը հաղում չունի դրան։ Դե հիմա սա է, որ Փաշինյանը մյուսներն ասում են ԿՊԿ-ն պետք է հանվի։ Դե հիմա ինչքան էլ ասես, ասելով, Այսինքն հաղում չի լինելու սահմանադրության մեջ հռչակագրի։ Okay, հասկացանք, բայց դա ասելով չեն հանում։ Եթե հասարակության մեծ մասը կարծում է, որ սխալ է, թող գնա ոչ քվեարկի, հասկանում ես։ Հիմա խոսում ենք մենք ինչի ասենց, Եթե կարծում եք ճիշտ է, ասինքն մենք ամեն ինչ թողում ենք հասարակության հայացքին, ինչպես որոշում է։ ում հայացքին պետք է թողենք։ Ում հայացքին թողենք։ Ում հայացքին։ Բայց հասարակությունը Այսինքն կներես, որ դու բարձր խոսես, ասես օրինակ սխալ է հանելը, դու բանաստես մարդ ես, հասարակական ավելի մեծ կարծի բանը, այտենց կարող է ընկալում ունես, քան ես։ Լսելու են ասեն, որ Հուսիկը ասեց բանա սխալ է։ Ձայն բազմած ձայն աստծո այդպես, հա։ Ես դրա համար եմ ասում, ես սահմանադրագետները պետքա ասեն, օրինակ, մի սահմանադրագետ, որը կարծում է, որ սխալ է, թող ելի հեղինակավոր խոսք ասի, որ ինպես մարդիկ, որոնք մասնագետը չեն, ընկալում ունենան եւ ասեն ոչ, պետք չի անել։ Վերջում մենք 1988-ին ազգային զարթոնք ապրեցինք, Արցախյան ազատամարտ, որով կերտված մեր անկախությունը, եթե մյուս հանրապետություններին այդքան չէ, մեր հենց կապված է անմիջապես։ Ու մենք եթե փակում ենք այդ Ղարաբաղյան շարժում այդ էջը, այսինքն 40 տարի շուրջ սխալ ենք ապրել, ճիշտ չէր մի ամբողջ ժողովուրդ իր պատմական ընթացքի մեջ։ Այդ ոնց է նայում։ Այդ քո երկրորդ հարցն է, չէ։ Այո։ Ես իմ միանգամից իմ մոտեցումը ասեմ։ Այսօր մենք որպես պետություն ունակ չենք, պարզ ասեմ, որևիցե մի բան Արցախի հարցով, հա, առաջ տանել եւ ինչ որ փորձել գրանցել, ինչ որ հայանպաստ դիրքորոշումներ, սկսած հայերին դեղ վերադարձից, հա, մենք ունակ չենք, ոչ կարանք ապահովենք, որ այդ մարդիկ գնան իրանց հիմնական հողում ապրեն, չէ, պատմական բնորանում ապրեն, մենք իսկի չենք կարողանում ապահովենք, որ պատմական ժառանգությունը այնտեղ չքանդեն։ Այո, բայց որքանով է ճիշտ համարում, որ մենք ասում ենք դեր չեն կանգնում, չէ՞ որ դրանք քրիստոնեական արժեքներ են, անկախ նրանից ում հող։ Չէ, չեմ ասում չենք կանգնում, չենք կարողանում կանգնել։ Մեր իշխանությունը հայտարարում է իրենց տարածքն ինչ կուզեն կանեն։ Թող կանդեն, Չէ, թող չքանդեն, չէ, բնականաբար չէ, ո՞նց կարաս ասես թող կանդեն։ Կներես, բայց համամարտկային հումանիզմի մեջ մշակույթի դա անթույլատրել է, երբ որ երկրից չի բարձրաձայնվում, որ ասում է անկախ նրանից հա ձեր տարածքն է ինչն է որ անում, բայց դուք իրավունք չունեք քանդելու քրիստոնեական տաճարները։ Լսի, Ստամբուլում, հիմա որ Կոստանդնապոլսում այսպես ասած, որ ժամանակին
Սուրբ Սոֆիայի տաճարը ստեղծվել էր եւ համարվում էր արևելքի, չգիտեմ, լավագույն քրիստոնեական, եթե ոչ լավագույն եւ շքեղ քրիստոնեական տաճարներից մեկը։ Սրանից տարիներ առաջ, եթե միջև սա թանգարան էին Թուրքիայում դիտարկում, սարքեցին մզկիթ։ Այո։ Աշխարհում հաստատ ավելի շատ օրթոդոքսներ կան, սկսած ռուս ուղղափառ եկեղեցուց միջև չգիտեմ Սերբիա, Ֆինլանդիա եւ այլն, քան հայարակելական եկեղեցու հետևորդներ, որոնք արևելյան ուղղափառ են։ Դասի ոչ ոք ձեն չանեց եւ ոչ ոք չկարողացավ Թուրքիային արկելի։ Բայց մեր հիմա պետականորեն լռելը ճիշտ է։ Չէ, ճիշտ չի, մշակութային արժեքները երբևէ ճիշտ չի որևէ մի արժեքների մասին է հարցը։ Միշտ պետք է խոսել, այսինքն դիմացինը որ իմանա որ դու տեր ես այսպես թե այնպես։ Ես կողմ եմ անգամ եթե չխոսես, բայց ինչ որ գործողություն անես, որը միշտ չի որ խոսքով է բանարվում, գործողություն արվում։ Այսինքն դու կարաս լծակ կիրառես, բայց փաստը այն է որ ցավոք սրտի այդ մարդիկ այնտեղ օրինակ ինչ որ ծիծաղելի օրենք են ընդունել, թե բառացի 90 թվականից հետո ստեղծված։ Տեսանք ջուղայի խաչքարերը, չէ, Նախիջևանում։ Հա, ջուղայի խաչքարերը հանդեցին, ամեն ինչ, ասենք, այսօր Նախիջևանում նայես երևի ինչ 92 թվականից հետո երևի այնտեղ ոչ մի կանգուն հայկական եկեղեցի չկա։ Ոչինչ չկա։ Հա, այսինքն Նոյի դամբարաններն են քանդելով սարքել, այո։ հասկանում նույնը հո հայ չի եղել։ Բայց այլն են սարքել, քանդեցին իրենք։ Հա, նայ, ես ասեմ իմ մոտեցումը այն է, որ այս պահին մենք որպես եւ պետություն եւ հասարակություն ունակ չեն որևիցե հարց Արցախի շուրջ առաջ տանելու։ Այո։ Իսկ եթե ես պետքա խոսամ, ինձ ցույց տալու համար կներես, էլի սոցիալական ցանցից սկսած միջև ինչ որ որոշ մարդկանց սարտահովանք լինի եւ իմ բան բարձրացնեմ, որ պետք է այսպես անենք, չգիտեմ ինչ անենք, բայց դա խոսքի մակարդակում մնա, ուսիկ ջան։ Ավելի լավ է ես ուրիշ բան անեմ, որը օգուտ կտամ, հա, գործի առումով։ Իսկ ինչ վերաբերում է եկեղեցուն։ Ահա, եկեղեցին դուք հա, ես մասնագիտորեն ասեմ, էլի, ես բազմիցս մեր ունկնդրողներին, մեզ հետևողներին, որ ջեմարանում դասավանդել եք, սերունդներ եք դասրեք, այսինքն լավ գիտեք, եկեղեցին ներսից նայեք։ Եկեղեցին ես նայ, եկեղեցին մի ինստիտուտ է, որը դարերի ընթացքում ձևավորվել է եւ մշակութային եւ հասարակական շատ դեպքերում նաեւ քաղաքական ասենց ասած քաղաքականապես տիրություն արել մեր ազգին։ Դեմի կարանք նայենք պատմության ասենք հիմա ասում են չէ վայ բա որ էս մի կաթողիկոսը սենց չաներ մենք ունենայինք չգիտեմ ազատագրական շարժում եւ այլն, բայց դրանք ընդհանրապես հատվածներ են։ Փաստը այն է, որ մեզ որպես ազգ ներկայացրել է եկեղեցին կամ կաթողիկոսներն են ներկայացրել։ Հաշվի են նստել տարբեր իշխանություններ մեր կաթողիկոսների հետ։ Ամեն ինչից անկախ եկեղեցին ունի իր կանոնադրությունը, հիմա որ ասում են կանոնգիրք հայոց, հա, կանոնգիրք հայոցը սկսում է դեպ ասեմ առաքելական կանոններից միջև հասնում է, չգիտեմ, դատաստանագրքի ժամանակները, էլի, Հովան Օզնեցու կանոններ եւ այլն, այսինքն միշտ այդ կանոնները այսօրվա լեզվով ասած update են արել։ Այդ կանոններից մի մասը այժմեական չեն, որովհետեւ ընդունվել են տվյալ շրջանում եկեղեցու ներքին կյանքից մինչև հասարակական կյանքին վերաբերող առաջացած խնդիրները։ Բայց կա մի բան, որը ասենց ասած իզնից քեզնից Պողոսից Պետրոսից կախված չի։ Եկեղեցու ներքին կյանքը ղեկավարվում է ներքին օրենքներով։ Թե մեկին կարգալույց կանեն, թե մեկին կձեռնադրեն, թե ժողով կգումարեն, թե ժողով չեն գումարի։ Այդ բոլորը հոգևորականների մակարդակով է լուծում։ Ես կհավանեմ այս հոգևորականին, չեմ համարի, այս մեկը ինչքան է հոգևորական որպես պատկառելի որքանով է հակասում հոգևորականի, չգիտեմ, այն կերպարին, որը ինքը պետքա ունենա, то անունով է հոգևորական հավատ չկա մեջը, ուղղակի գործանում, թե շատ հոգևոր անձնավորությունա, որին, չգիտեմ, խոնարհվես իր անձի եւ, չգիտեմ, խոսքի առաջ, քո ընդունել չընդունել, բայց դու չես կարող ազդեցություն ունենալ։ Հիմա այս է, արդյոք պետությունն իրավունք ունի պաշտոնյան միջամտելու փոփոխություններ թելադրելու։ Ուզում է պաշտոնյա լինի, ուզում է չպաշտոնյա լինի,
տարիներ առաջ գիշես որ բանը 18 թե 19 թվականին է եւ մի խումբ մարդիկ հավաքվել էին Այո։ գնացել էին Հարանը հա մտան։ կաթողիկոսի հրաժարական էին Այո։ պատճառում կաթողիկոսի ժողովուրդը չի ընտրել հասկանում ես ասում եմ օքեյ դու կարաս իր անձ ընդունես չընդունես Այո։ սիրես անգամ չսիրես դու կարաս լինես եկեղեցու հետևորդ կամ քրիստոնյա դու չընդունես ուղղակի ինչ-ինչ պատճառներով սիրելի չի լինի քո համար բայց ասում ինքը ժողովրդի կողմից ընտրված չի հասկանում ես ինքը քաղաքացիական օրենքներին չի բանանում Ոչ էլ որպես նախարար նշանակված է հա վարչապետի կողմից։ դու չես կարող ասում եմ տարիներով ուրեմն եթե բաց են խոսում ասենք բազում տարիներ բազմաթիվ դեպքերում դեմ են եղել այս կամ այն կաթողիկոսներին Այս մեկը իր գյուղի քահանային ինչ ասես ասել է ասում էր սենց անենց իմի չթվարկենք էլի մի քիչ հարիր չի հա բայց եթե դու քրիստոնյա ես քո համար այս կամ այն մյուս հոգևորականի բանը վարքը չպիտի ազդի քո կանոնական պատկերացումների կամ հոգևոր հայացքների վրա բայց կառույցը ուրիշ բան է կոնկրետ հոգևորականը ուրիշ բան է կաթողիկոսը ընտրվում է առհասարակ կաթողիկոսը ձեռնադրվում է կաթողիկոս ասել ու եպիսկոպոսների կողմից իսկ հոգևորականի օծումը ընդհանրապես դու չես կարող ոչ մի մարդ դատաստան չի կարող իրանց զրկի դե օծումից օծումը այնա որ ձեռնադրության օրենքով են որ ասում ինչի է մեր եկեղեցին կոչվում առաքելական եւ սուրբ Որտեւ առաքյալներից շարունակականություն այն պատմության արժեքային համակարգի շարունակականություն որ խոսում ենք եկեղեցիները դրանով է եկեղեցի որ ինքը առաքյալների ժամանակվանից է ձեռնադրության բանով սուրբ հոգու դրոշմով հա այդ ներոնը սուրբ հոգու դրոշմն է եկել է հասել է այն մարդկանց ովքեր կարող են իրենց հաջորդին ձեռնադրեն բայց դա էլ է ես չեմ կարա չէ հոգեվորական ձեռնադրեմ կամ հոգեվորականը ինչ չի կարա ձեռնադրի ես աշխարհիկ մարդ եմ միջև ինչ որ ուղի չանցնեմ Իսկ կաթողիկոսին բացի այդ իր օծումը որպես կաթողիկոս ինքը գերագույն ազգային եկեղեցական ժողովի կողմից հանդիպ։ Երկու դեպքում կարա կաթողիկոսը, այսպես ասած, իր ճակերտավոր գահից հրաժարվի։ Մեկը եթե ինքը դավանաբանական խախտում է անում, դավանաբանական, Այո։ եկեղեցու դավանանքից է շեղվում։ Դա առաջի դեպքն է։ Երկրորդը մահացու կամ ամբուժելի հիվանդության դեպքում այդ ժամանակ աթոռակալ են ասում էլի կոպիտ ասած ինքը ունակ չի կառավարելու եւ մեկի նշանակ պատերիարքը վերջերս եղավ բայց էլի մնում էր պատերիարք այնքը անունով մնում էր բայց ամբողջ կառավարչական բանը ուրիշներ դրան չէր կարող կարգավորից անել որովհետեւ նա ձեռնադրություն ուներ հասկանում ես այո բացի ընտրությունը նա ձեռնադրություն ուներ եւ նույնն է մեր բարագայում է հիմա եթե կառավարության ղեկավարն ասում է ես փոխել եմ դու պիտի հեռանաս եւ այլն դա ճիշտ չի ասելով չի ասում ես ճիշտ չի հա ասելով չի այո կա ինչ որ բաներ որ հակաթոր կաթողիկոսություն չես բայց հիմա իմ խոսքը ինչու ես այդ հարցը տվեցի կա նախընտրական ծրագրում եւ մեր ժողովրդի զգալի մասը 49.8% Քվե է տվել համաձայնվելով այդ մոտեցմանը։ Ոզիկ դու հիմա ասում ես այն բանը, ինչը որ ես մի 15-20 րոպե առաջ ասում էի։ Մենք չենք ընտրում կուսակցություններ։ Որովհետեւ մեկը հասարակության հայացքի Հա, որովհետեւ մեկը երբևէ թերթիկ կարդում է, ինչ ծրագիրով ինչ ունի։ Ասում եմ մենք ընտրում ենք անհատներ։ Սիրելով, չսիրելով, շահով, չշահով, հասկանում ես։ Իսկ այսպես ընդունենք, որ ժողովուրդը դա չգիտակցելով այդ հաշվի չառնելով է քվետրել։ Ես չգիտեմ, բայց որտեղ ուրիշ արդարացում չկա, էլի։ Պետք է մարդկանց հարցնել ինչու են իրանք զեն տվել։ Գոնե այդպես արդարացնել, որովհետև Ես չեմ ուզում ոչ ոքին միջամտու, չէ, սոս մենք բանի մեջ մտանք, խոսեցինք, արդյոք կա օրենք, կա իրավունք, կա այդպիսի միջամտություն, որ կաթողիկոսին կամ մյուս հոգևորական ըստ որի չկա եւ փորձենք արդարացնել, որ մեր ժողովուրդը չիմանալով է քվետ։ Չէ, մենակ դա չի։ Ես իհարկե չեմ սիրում այս քաղաքականության մեջ հաթախվել, բայց կա մի բան։ Որևիցե մեկին ընտրելը երբեմն գալիս է այն բանից, որ դու չես ուզում այն մյուսին ընտրես։ Չէ, այստեղ ոչ թե քաղաքականությունները, այլ
ժողովրդի հայացքը քրիստոնեական մեր եկեղեցու նկատմամբ մեր հոգևոր հայրերի Այս հայր այդ ինչ բաներ ես խոսում, ով ընտրություն, քաղաքական ընտրություն կատարելուց մի հատ է նայում հոգևոր արժեքներին։ Մարդիկ լսի տարիներով քեզ սովորացրել են, որ այս մեկը կա իշխանության, քո համար ավելի լավ կնի, հասկանում ես, եթե դու ընտրել ես Պողոսին, որ քո բակը կբարեկարգեր, քանի որ երբ որ դու ընտրել ես մեկին, որ գա մեր աղբերության գործերը լավ կլինի, դու թքած ես ունեցել։ Դու այսօր ասում ես նայեն բանո հոգևոր բարոյական արժե համակարգը տեսնեն ով է։ Իսկ ներես, եթե դու ասում ես այս մեկը այս մի բանն է ասել, հա, պետքա արենք։ Այն մեկը հակառակ բանը ասել, հա։ Առողջացման ծրագրեր է առաջարկել։ Հոգևոր արժեքային ինչ են քեզ ասում։ Քո գործը լավ կնի, ախպերս, դու ընտրի, դու փող կունենաս վաղը։ Դա էլ է պոպուլիզմ, կներես։ Չասեք, մեր զգացում որևէ մեկին չեմ ուզում այսպես դատել կամ արդարացնել բանում։ Այո, սոս այդ մոտեցումները էլ մեր քրիստոնեությունից խոսեցին։ ես ասացի, մեր անձնական հարաբերություններից սկսած, մարդ հարաբերությունից սկսած, մենք սիրով, որը քրիստոնեության երկու բան է, չէ, ոսկե կանոն կա։ Ասում եք սիրիր քո տերասուն, ինչպես քո անձը։ Չէ, ասում եք սիրիր քո տերասուն ամբողջ հոգով սրտով եւ դրանից առաջ ասում եք սիրիր քո ընկերոջը, ինչպես քո անձը։ Եթե դու չես կարողանում սիրել քո ընկերոջը, որին դու տեսնում ես, որը քո դիմաց կանգնած է, դու երբեք չես կարող սիրել Աստծուն, որին դու չես տեսնում եւ երկնքում է։ Դու միայն կներես վախենալու ես իրանից։ Գիտես ինչի։ Որովհետեւ վախենալու ես, որ կպատժվես։ Իսկ դա քրիստոնեական չի։ Այո։ Եվ դու դրա համար սերն է ոչ թե վախ։ Այո, դրա համար դու վաղը ընտրելու ես նրան, որովհետև վախենում ես, որ այս sense կլինի, վախենում ես, որ այն կլինի, չես անում կամ անում ես բան, որովհետև վախենում ես այս բանը կլինի։ Մի վերջին հարց։ Ընդունենք, որ այսպես մոտավոր վեբ է գրում, վեբես, հասկանում։ Այ այդ վեբի վերջաբանի հիմա դու ոնց կտայր, ասենք նաև հենց այդ շեշտադրումները, որ լինելով քրիստոնյա ազգ, բայց նայում ենք այնքան էլ բուրըն չենք արձագանքում եկեղեցու դեմ ինչ-որ ոտնձգություններին, կամ այնպես բուրըն չենք արձագանքում, որ ասում են ցեղասպանության զոհերին եկեք հաշվենք, արդյոք եղել է չեղել, եկեք քննարկենք, կամ Արարատ լեռը, կամ եւ այս ամենով հանդերձ ինչն է հարցի շեշտադրումը, այլ մեր հասարակությանը ինչ ճանապարհ ցույց կտայիք որպես վեբի վերջաբան, ուր գնա, ինչ անի, խոսքով գրողի ձեր այսպես ասած պատգամ ասեմ, խոսք ասեմ կամ հայաց ուղղված հասարակությանը կամ որպես բանալի լուծում։ Պատգամը, որ ձևավորեմ որպես պատգամ, մի քիչ ճոխ է հնչում, հիմնով է լսում, չէ, ասում են գրողի խոսքը, ինքը ավելի շատ ոչ թե գեղարվեստական գրականություն կդառնա, այլ ոչ գեղարվեստական գրականություն։ Վեբի վերջաբան չէ, ես մի ցանկություն, ասեմ, էլի կարող շատ իրրացիոնալ է, կարող շատ երասկոտ բան եմ ասում, բայց ես կցանկանայի, որ յուրաքանչյուր մարդ փորձեր առաջին հերթին ինքն իր ներսը նայել։ Այդ ցավոտ հարցերը առաջինը ինքն իրեն տեր եւ առերեսվեր ինքն իր հետ։ Եվ քո ասած սպառողական, առօրյական, պատեհապաշտ, այտենց մոտեցումներից մի քիչ ավելի վեր լիներ ուղղակի։ Այտենց քո դիմադրողականությունն էլ է որպես մարդ ուժեղանում, որովհետև այսօր մի քիչ շատ փող ունես, վաղը մի քիչ քիչ ունես, այսօր քեզ, չգիտեմ, լավ չես, վաղը մի քիչ լավ ես, դրանից կախված չես լինում։ Որովհետև ավելի պինդ ես ելնում, էլի, ավելի պինդ ես դիմադրում հազարումի բանին եւ ավելի խելամիտ լինես, խելամիտ։ Ոչ թե փորձես ցույց տալ կամ երևալ, այլ լինես։ Եվ երբեք քո ազգի անցած ճանապարհը ոչ թե միայն հոխորտած դրանով կամ դրոշակ սարքես, այլ նաև ապրես այն, ինչի մասին դու խոսում ես։ Ապրես, ուղղակի փորձես ապրել, չեմ ասում, տարած հագնես, հերնես փողոցում ֆռաս։ Չէ, դրա մասին չի խոսքը։ Քո մեր հարաբերությունները, որովհետև գիտես, իմ պատկերացրած լավագույն բանը կլինի, երբ որ ես այնպիսի պետությունում ապրեմ, որ ես միշտ սովորելու բան ունենամ, որ ես պետքա ամաչեմ, հասկանում ես, երբ որ հասարակության մեջից ամոթ է կորում,
նշանակում այդտեղ արժե համակարգ չկա։ Որտեղ երբ որ մարդը անպատրաստ է լինում եւ իրեն ազատություն են տալիս, ինքը այդ ազատության մեջ ավելի շատ կորցնում է, քան թե գտնում է։ Իսկ երբ որ հիմք դու չես ունենում այդ ես պատգամ, ես կասեմ միս ինքս ինձ ասում եմ միշտ առաջ։ Չէ պետք է ասել, որ այս հասարակությունը ունենանք քո ուզած հասարակությունը լինի, որ դու հանես հաջող։ Առաջին հերթին բոլոր օղակներում սկսած ընտանիքից միջև, չգիտեմ, կլինի մանկապարտեզ, դպրոց, մարդիկ փորձեն կրթվել, դες կապ չունի դու վաղ գիտնական կդառնաս, թե սովորական բանվոր։ Դու պետքա մինիմումները իմանաս, էլի, որ եթե ասում ես դու հայ ես կոչվում, կներես, եթե դու չգիտես խորենացին ով է, չեմ ասում Սարգիս Պիծակին իմացի ով է, էլի, բայց չգիտես Տարդատ մեծը ով է, կամ չգիտեմ, չեմ վախում ասեմ, մարդիկ Տիգրան մեծն չգիտեն ով է։ Այսինքն, երբ որ ասեն ով ես դու, չասես ես հայ։ ես տոլման իմնա, լավաշի իմնա, էլի։ Դու Իմանաս թե ինչու ես դու հայ։ Իմանաս, այո։ Այո։ Եվ փորձես, գիտես, այդ հասարակության մեջ որպես մեծ օրինակ, էլի, զուտ բերեմ, եթե հարց ունենաս կշարունակենք, եթե իմ համար դա ամենա Փորձենք զրույցը Հա։ փոխել։ իրական դեպք եմ պատմում, տարիներ առաջ, երևի 12 տարի առաջ։ Իմ ընկերներից մեկը երեխային հանում է բան, փողոց այդ իրանց այդ խաղա հրապարակում երեխեքի խաղալու։ Մի հատ երեխա քարը վերցնում է տալիս է իր երեխու գլխին։ Այդ մեկի հերը հպարտանում է, որ արքին տղա է մեծանում իր տղային, էլի։ Իհարկե այն մյուս հերը գնում է ինչ որ պետք է անում է եւ ասում է, բայց մեկս մեկին ճնշելով, մեկս մեկին նվաստացնելով մենք չենք կարող առաջ գնանք, հասկանաս, մենք պետքա բան չանենք, չդասիրակենք քարը վեկալ տուր գլխին, չէ։ Պետքա անկածին փորձես հանես, եւ այդ սերը պետքա ունենա։ Եթե սերը չունենաս, անկածին չես հանի երբեք կողքից։ Հասկանանք ով ենք որ Ես չգիտեմ սա ինչքանով է գրականություն, բայց սա կյանքն է։ Ես ճիշտ գրականությունն է եւ այսպես ավարտենք մեր զրույցը, շատ երկար հետեւի մեր հերոստատետողն էլ հիշեցնեմ, որ իմ զրուցակիցը արձակագիր աստվածաբան Դավիթ Սամվելյանն է։ Շնորհակալություն մեզ ընդրելու համար։